Սուբվենցիոն ծրագրերով, համայնքապետարանի միջոցներով, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությունների շրջանակում 2025 թվականի ընթացքում բերդ խոշորացված համայնքի բնակավայրերում շարունակվել են բազմաբնույթ աշխատանքները, ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը, բնակիչների կյանքի որակի բարելավմանը։ Հաշվետու տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները ներկայացնում ենք ըստ ոլորտների։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կառավարության եւ համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Բերդ քաղաքում իրականացվել են ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ, որոնց մի մասը դեռևս ընթացքի մեջ է։ Ասֆալտապատվել է Մովսես Խորենացի փողոցն ամբողջությամբ, Վարդանանց փողոցի մի հատվածը։ Առաջիկայում նախատեսված է ասֆալտապատել նաև Չինարիի 15-րդ, Այգեձորի 24 կոտորակ 3 փողոցները։ Զուգահեռաբար իրականացվել են նաև սալիկապատման աշխատանքներ Բերդ քաղաքի Նորավան, Խաչատրյան, Այգեստան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Վիլհեմ Մաթեոսյան փողոցներում, Մշակույթի տան հարակից տարածքում եւ դեպի Մաշտոցի փողոց տանող ճանապարհահատվածում։ Ավարտվել են Նավուրի 4-րդ փողոցի եւ 4-րդ փողոցի առաջին նրբանցքի հատվածների, 2-րդ փողոցի 3-րդ փակուղու սալիկապատման աշխատանքները։ Մովսեսում ընթացքի մեջ են առաջին փողոցի 2-րդ փակուղու եւ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի սալիկապատման աշխատանքները։ Այգեձորում նախատեսված է առաջիկայում սալիկապատել 5-րդ փողոցի 2-րդ փակուղին։ Համայնքապետարանի միջոցներով Բերդում, Պարավաքարում, Ներքին Կարմիրաղբյուրում իրականացվել են ասֆալտապատ ճանապարհների ընթացիկ վերանորոգման, փոսալեցման աշխատանքներ։ Պարավաքարում ընթացքի մեջ են թաղամասերը միմյանց կապող, Այգեպարում Տավուշ գետի ափերը միմյանց կապող կամուրջների կառուցման աշխատանքները։ Վերին Ծաղկավանում կառուցվել է շուրջ 430 մետր երկարությամբ ջրահեռացման համակարգ։ Արծվաբերդում իրականացվել են երկրորդային փողոցների սելավատարների կառուցման աշխատանքներ։ Բերդում եւ համայնքի բոլոր գյուղական բնակավայրերում ողջ տարվա ընթացքում Բերդի կոմունալ ծառայություն ՀՕԱԿ-ն իրականացրել է թաղամասային, ներբնակավայրային, դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման մեծածավալ աշխատանքներ։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Բերդ քաղաքում իրականացվում են Մովսես Խորենացի 45, Մաշտոցի 82A, 27, 25, 23, 27A, 13, 16 կոտորակ 14 բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ։ Համայնքապետարանի միջոցներով Բերդ քաղաքի Մաշտոցի 13 շենքի բակային տարածքը բարեկարգվել է, տեղադրվել են խաղասարքեր։ Տավուշ բնակավայրում իրականացվել են վարչական շենքին կից եւ Մշակույթի տան տարածքի բարեկարգման աշխատանքներ։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ավարտվել են Բերդի Թումանյան փողոցի 300 քառակուսի մետր մակերեսով հենապատի կառուցման աշխատանքները։ Համայնքապետարանի միջոցներով Տավուշում եւ Վարագավանում իրականացվել են թաղամասերն իրար կապող աստիճանավանդակների կառուցման, Արծվաբերդում աստիճանավանդակի եւ հարակից տարածքի բասրիկների տեղադրման աշխատանքներ։ Բերդում, Այգեպարում, Պարավաքարում, Վարագավանում, Տավուշում, Ներքին Կարմիրաղբյուրում, Նավուրում, Մովսեսում, Արծվաբերդում եւ Նորաշենում իրականացվել են ընդհանուր շուրջ 400 խորանարդ մետր ծավալով համայնքային ճանապարհների հենապատերի վերանորոգման աշխատանքներ։ Վերանորոգվել են Բերդ քաղաքի Մշակույթի տան հարակից տարածքի մայթերի բազալտե եզրաքարերը։ Իրականացվել են մայթերի սալիկապատման, Խորենացի 71, 27A, Մաշտոցի 21 բնակելի շենքերի մուտքային հատվածում բետոնե աստիճանների ընթացիկ նորոգման, շենքերի որմնախարսխային հատվածի երեսպատման աշխատանքներ։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Նավուրում ավարտվել են խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման եւ ջրաչափերի տեղադրման աշխատանքները։ Համայնքապետարանի միջոցներով Այգեձորում Գոմեր թաղամասի համար կառուցվել է 2.5 կիլոմետր երկարությամբ խմելու ջրագիծ, ինչպես նաև Գետափնյա թաղամասի խմելու ջրագծի 200 մետր երկարությամբ հատվածը փոխարինվել է նորով։ Արծվաբերդում կառուցվել է 1.6 կիլոմետր երկարությամբ խմելու նոր ջրագիծ, մեկ այլ հատվածում ջրագծի 250 մետր երկարությամբ հատվածը փոխարինվել է նորով։ Այգեպարում տեղադրվել է խմելու ջրի նոր պոմպակայան։ Վերին Ծաղկավանում իրականացվել են խմելու ջրի ներքին ցանցի, ջրավազանների վերանորոգման եւ մաքրման, Վարագավանում նոր կապտաժների կառուցման աշխատանքներ։ Նավուր, Վերին Կարմիրաղբյուր, Մովսես բնակավայրերում իրականացվել են խմելու ջրագծերի ընդհանուր շուրջ 1000 մետր երկարությամբ հատվածների նորով փոխարինման աշխատանքներ։ Բերդի կոմունալ ծառայություն ՀՕԱԿ-ի աշխատակիցները համայնքի բնակավայրերում պարբերաբար իրականացրել են խմելու ջրագծերի ընթացիկ վերանորոգման, թերությունների շտկման աշխատանքներ։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ավարտական փուլում են Բերդ քաղաքի Խաչատրյան, Սասունցի Դավիթ, Նալբանդյան, Ստեփանյան, Ալիխանյան թաղամասերի կոյուղագծերի վերակառուցման եւ Նորավան, Մաշտոցի փողոցների կոյուղագծերի միացման աշխատանքները։
Համայնքապետարանի միջոցներով իրականացվել են Նավուրի և Այգեպարի թաղամասային կոյուղագծերի վերանորոգման աշխատանքներ։ Համայնքապետարանի միջոցներով Բերդում, Նավուրում, Ներքին Կարմիրաղբյուրում, Վերին Ծաղկավանում, Նորաշանում, Վարագավանում, Վերին Կարմիրաղբյուրում, Տավուշում, Արծվաբերդում և Պարավաքարում կառուցվել է ընդհանուր 11 կիլոմետր երկարությամբ գիշերային լուսավորության համակարգ։ Համայնքապետարանի միջոցներով ավարտվել են Այգեձոր Չորաթան բնակավայրերի վարչական շենքերի վերանորոգման, Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական շենքի ընթացիկ վերանորոգման և լուսամուտների նորով փոխարինման աշխատանքները։ Ընթացքի մեջ են Բերդի մշակույթի տան առաջին հարկի և ճակատային մասի, Նավուրի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները։ Վերանորոգվել են Մաշտոցի 23 բազմաբնակարան շենքի վերելակները։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքի տեխնիկական պարկը համալրվել է կցորդիչով տրակտորով և համակցված ճանապարհային սպասարկման մեքենայով, ինչպես նաև ժամանակակից ամենագնաց ավտոմեքենայով, որը ձեռք է բերվել Հովնանյան ընտանեկան հիմնադրամի, Ջինջ ՍՊԸ-ի և համայնքապետարանի համագործակցությամբ։ Համայնքապետարանի միջոցներով ձեռք են բերվել նաև մեծ քանակությամբ գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման սարքավորումներ, որոնք տրամադրվել են Բերդի կոմունալ ծառայություն ՀՕԱԿ-ին և համայնքի բնակավայրերի վարչական կենտրոններին։ Բերդի համայնքապետարանն այս տարվա ընթացքում ևս շարունակել է ներդրումներ իրականացնել առողջապահության ոլորտում։ Մասնավորի հետ համագործակցությամբ շարունակվել է շարժական լաբորատոր գործիքային նմուշարման ախտորոշիչ ծառայության իրականացման գործընթացը բոլոր գյուղական բնակավայրերում։ Հաշվետու տարվա ընթացքում Բերդ համայնքում մշակվել է 1553 հեկտար ցանքատարածություն, հավաքվել է 2270 տոննա հացահատիկ, որից ցորենի բերքը կազմել է 1374.3, գարու, հաճարի, եգիպտացորենի, վարսակի բերքը 895.7 տոննա։ Հատիկանդեղեն մշակաբույսերի բերքը կազմել է 129.23 տոննա, պտուղ-հատապտղի բերքը կազմել է 2914.3, խաղողինը 5589 տոննա։ Այս պահի դրությամբ 932.4 հեկտար ցանքատարածության վրա կատարվել է աշնանացան հացահատիկի ցանք, այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է 262 հեկտարով։ Այգեձորից, Չինարիից, Արծվաբերդից, Չորաթանից, Պարավաքարից, Վարագավանից և Վերին Ծաղկավանից արտահանվել է 629 տոննա թուզ։ Գյուղատնտեսական աշխատանքները համակարգել են Բերդի համայնքապետարանի աշխատակազմը և Բերդի կոմունալ ծառայություն ՀՕԱԿ-ի աշխատակիցները։ Ավարտվել են համայնքի մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատություններում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները։ Համայնքապետարանի միջոցներով կառուցվել է ցանկապատ Վարագավանի և Տավուշի մանկապարտեզների համար։ Համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով Բերդի համայնքապետարանը տարվա ընթացքում անհրաժեշտ տնտեսական նյութեր, ուսումնական և այլ պարագաներ է տրամադրել։ 2025 թվականը հագեցած է եղել մշակութային հիշարժան միջոցառումներով և նախաձեռնություններով։ Համայնքապետարանի նախաձեռնությամբ մայիսի 9-ին հանդիսավորությամբ նշվել է հայրենական մեծ պատերազմում նվաճած հաղթանակի 80-րդ տարեդարձը։ Կայացել է հանդիսավոր քայլերթ, որին մասնակցել են Բերդ համայնքի բոլոր 17 բնակավայրերի ներկայացուցիչները։ Առաջին անգամ կայացել է միջոցառում նվիրված տեղական ինքնակառավարման օրվան։ Հիշարժան նախաձեռնություններից էր նաև պետական կուսակցական ականավոր գործիչ Արշալույս Փոլադյանի ծննդյան 100 տասնամյակին նվիրված միջոցառումը։ Բերդի մշակույթի տուն համայնքային հիմնարկի իրականացրած բազմաբնույթ միջոցառումներից կարելի է առանձնացնել Պարի լեզուն Տավշո շնչով փառատոնը, շուրջ 230 երեխաների մասնակցությամբ։ Համայնքապետարանի միջոցներով համայնքի մշակույթի տների համար ձեռք է բերվել ժամանակակից լուսաձայնային տեխնիկա։ Բերդի երաժշտական և արվեստի դպրոցում կայացել է արվեստի բաժնի աշակերտների աշխատանքների 2024-2025 ուսումնական տարվա հաշվետու ցուցահանդեսը։ Համայնքապետարանի միջոցներով Հայաստանի ազգային գրադարանի և այլ անհատների ու կազմակերպությունների նվիրատվությունների շնորհիվ, ինչպես նաև սեփական միջոցներով Բերդ քաղաքի գրադարանը համալրվել է 115, գյուղական բնակավայրերի գրադարանները 700 կտոր գրականությամբ։ Բերդի գրադարանում տարվա ընթացքում կայացել է 55 միջոցառում։ 2025 թվականը հագեցած է եղել նաև մարզական իրադարձություններով և միջոցառումներով։ Տարվա ընթացքում տարբեր բնակավայրերում կայացել են արդեն ավանդական դարձած ֆուտբոլի մրցաշարեր, նվիրված բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի նահատակված հայրենիների հիշատակին։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված զինծառայող Հայկ Պապյանի հիշատակին նվիրված Ազատ ոճի իմշամարտի ամենամյա մրցաշարը այս տարի անցկացվել է Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում։ Մարզադպրոցում անցկացվել են սպորտլանդյաներ՝ սեղանի թենիսի, շախմատի, հնգամարտի, հրաձգության, բասկամարտի, բասկետբոլի և վոլեյբոլի,
Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ թիմային սեղանի թենիսի, խճուղային հեծանվավազքի, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների ռազմամարզական առաջնություններ։ Այս տարի առաջին անգամ կայացել է նաև վոլեյբոլի լիգա առաջնությունը։ Բարերարի նվիրատվությամբ բերդի գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը համալրվել է անհրաժեշտ գույքով։ Համայնքապետարանն աջակցել է մի շարք մշակութային և մարզական միջոցառումների իրականացմանը։ 2025 թվականի ընթացքում ևս համայնքում շարունակվել են բնապահպանական միջոցառումները, մաքրման և բարեկարգման մեծածավալ աշխատանքները։ Համայնքապետարանի միջոցներով ձեռք են բերվել նոր աղբամաններ։ Բերդ քաղաքի և բնակավայրերի աղբահանությունն իրականացվել է կանոնավոր գրաֆիկով։ Նշված և բազմաբնույթ այլ աշխատանքներ ողջ տարվա ընթացքում իրականացրել են Բերդի կոմունալ ծառայություն ՀՕԱԿ-ի աշխատակիցները։ 2025 թվականի ընթացքում սոցիալական աջակցության նպատակով Բերդի համայնքապետարան դիմաց անձանց դիմումները ուսումնասիրվել են, տրվել է համապատասխան եզրակացություն, ըստ անհրաժեշտության տրամադրվել է աջակցություն։ Համայնքապետարանի նախաձեռնությամբ այս տարի ևս դրամական աջակցություն է տրամադրվել համայնքի ծննդյան 100-ամյակը բոլորած բնակիչներին։ Հաշվետու տարվա ընթացքում դեկտեմբերի 20-ի դրությամբ տրվել է 74 շինթույլտվություն, որոնցից 60-ը բնակելի տան կառուցման։ 2025 թվականի տարեկան հաշվետվությունը, եռամսյակային կատարողականները, եկամուտների և ծախսերի կատարողականները, ինչպես նաև ավագանու նիստերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակված է Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Բացի նշված աշխատանքներից համայնքի բնակավայրերում իրականացվել են մի շարք կարևոր ներդրումներ մեր գործընկեր կազմակերպությունների կողմից։ Բերդի համայնքապետարանն իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր գործընկերներին, պետական կառույցներին արդյունավետ համագործակցության, մասնավոր ներդրողներին, տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններին համայնքում կատարած ներդրումների համար։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև բնակիչներին համայնքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, պարտականությունները բարեխղճորեն կատարելու, մշտական աջակցության և համագործակցության համար։ Այսուհետ ևս համայնքապետարանը շարունակելու է իր ջանքերն ուղղել համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավմանը։